Տիգին Տադախաս մի քանի օր առաջ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ Գյումրու ավագանուն ընտրությունների ընթացքում քարշարք տալու, ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներ ուղարկվել են դատարան։ Պետք է հիշեցնեմ, որ այս հայտնի տատիկներին վերաբերող գործը եւ ի զարմանս ինձ նախագծությունը շատ արագ ընթացավ եւ գործ ուղարկեցին դատարան։ Հիմա մի քանի օր առաջ էլ նորից մամուլում տեղեկություն տարածվեց, որ Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեներ ապահովելու համար Հայաստանում հայտնի բուկմեկերական ընկերություններից մեկը գումարներ է փոխանցել Հայաստանի Գյումրու քաղաքացիներին քվեներ ապահովելու համար։ Խնդրեմ, ունեք դուք որոշակի տեղեկություն սրա վերաբերյալ կամ պարզաբանումներ։ Շնորհակալություն, 2 քրեական վարույթ հակակոռուպցիոն կոմիտեն է ուղարկել դատարան եւ դրա վերաբերյալ դատարան ուղարկելու փուլում են արդեն հրապարակումներ արվել, այո, ճիշտ եք։ Նաեւ պետք է հիշեցնեմ, որ մենք էլի վարույթներ ունենք, չգիտեմ հետեւել եք թե չէ, նաեւ 21 թվականի ընտրությունների հետ կապված, այդ թվում պատժին վերաբերող, երբ անձը, որը ընտրակաշառքեր առաջարկել եւ 2 դատարաններ որոշել էին, որ պայմանական կարող են պատիժը պայմանականորեն կարող է չկիրառվել, Վճռաբեկ դատարանը արդեն իմ բողոքի հիման վրա անձին դատապարտեց ռեալ ազատազրկման ընտրակաշառք տալու համար։ Ոստի այս առումով արագությունը նորություն չի, քանի որ այն բոլոր ապացույցները, որոնք պետք է ձեռք են բերվում հենց այդ ընտրական գործընթացի փուլում եւ հետո դրանց գնահատականը որպես կանոն երկար ժամանակ չի պահանջում, ձեր նշած երրորդ դեպքը ինձ անծանոթ է, չեմ կարող պատասխանել, ամեն դեպքում նման վարույթ իմ հսկողության կամ վերահսկողության ներքո դեռ չի հայտնվել, լրացուցիչ պետք է ճշտեմ, որ կարողանամ ձեր հարցին պատասխանել։ Կա բազմաթիվ են հրաբարակումներ մամուլում, կոնկրետ այդ բուկմեկերական ընկերությունների հետ կապված, խնդրեմ անպայման ուսումնասիրեք այդ հարցը։